Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Ավելի քան 200 տարի առաջ մեր անվանի հայրենակիցը հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ հոգեվոր համագործակցությունը դրեց համակարգային եւ ամուր հիմքերի վրա։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հովսեփ arczepiskopos Արղուցյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստան Հանրապետության լեզվի պետական տնտեսության պետբանասիրության դոկտոր Սերգո Երիցյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Հովսեփ arczepiskopos Արղուցյանցի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական շարժման գործիչ Հովսեփ arczepiskopos Արղուտյանը ծնվել է 1743 թվականի մայիսի 23-ին Սանահին գյուղում։ Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից։ Համարվում է Արղուտյան երկայնաբազուկ տոհմի հիմնադիրը։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա Էջմիածնի ժառանգավորած դպրոցում աշակերտել Սիմեոն Երևանցուն։ 26 տարեկանում ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1773 թվականից եղել է ռուսահայոց թեմի առաջնորդ։ 1780 թվականից նաև Ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Սուվորովի աջակցությամբ կազմակերպել է Ղրիմահայերի գաղթը Ռուսաստան, նրանց համար հիմնել նոր Նախիջևան քաղաքը եւ 5 գյուղ։ 1780 թվականին Հովանես Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի Կովկասյան քաղաքականության եւ Հայաստանի ազատագրության հարցերի քննարկման համար ռուսական արքունիկում հրավիրված խորհրդակցություններին։ Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհուն եւ վարչապետ Գրիգորի Պոտյոմկինին ներկայացրել է տեղեկանքներ հայոց պատմության, ներկայի Արցախի մելիքությունների վերաբերյալ, ընդգծելով հայոց պետականությունը Ռուսաստանի աջակցությամբ վերականգնելու պատրաստակամությունը։ 1783 թվականին ռուսական արքունիկ է ներկայացրել Կերպ դաշնադրությանի մեջ երկուազգաց ռուսաց եւ հայոց նախագիծը։ Մադրասի խմբակի նոր տետրակ, որ կոչի հորդորակ աշխատությունը։ Նրա ջանքերով 1792 թվականին հիմնվել է հայկական նոր քաղաք Գրիգորիոպոլիսը։ Մեծ է դերը հյուսիսային Կովկասի հայ գաղթավայրերի համար արտոնությունների սահմանման գործում։ 1800 թվականի հուլիսի 28-ին ռուսաց կայսեր Պավել Այի հրովարտակով ճանաչվել է ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել։ Էջմիածին գնալու ճանապարհին Թիֆլիսում հիվանդացել է։ 1801 թվականի մարտի 9-ին վախճանվել։ Թաղված է Սուրբ Գայանեի բակում։ Ռուսաստանում հայկական առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներից էր։ Նրա ջանքերով հրատարակվել է ավելի քան 40 գիրք։ Նամակագրական կապեր է ունեցել ռուս գործիչների, վրաց թագավորների, Արցախի մելիքների, Հովսեփ Էմինի հետ։ Պարոն Երիցյան, փաստորեն Հովսեփ Արղուտյանը, շատ պատմության խորքի եթե չգնանք, նրանք կարող ենք համարել Արղուտյան տոհմի կամ Արղուտյան երկայնաբազուկ տոհմի հիմնադիրը։ Իր խոստովանությունը կա հենց arczepiskopos-ի, որ ինքը սերում է Զաքարյաններից եւ նա մի առիթով մի նամակում այդ մասին ընդգծում է եւ ներկայացնում է իրենց այսպես տոհմի հիմնադիրների Իվանե եւ Զաքարյանների, այսինքն իրենց տոհմի, իրենց արմատների պատմությունը եւ սերում է Զաքարյաններից, բայց Արղուտյան երկայնաբազուկ նոր տոհմի սկիզբ դրեց այսպես։ Անկասկած դա որպես շարունակություն, բայց ինքը իր քաղվածքներ Քարթալինայի մեծ թագուհի Թամարի թագավորության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունից եւ փաստորեն այստեղ նա հստակ խոստովանում է, որ ինքը պատկանում է այդ տոհմին, այսինքն այն կասկածները, տարակուսանքները, որոնք կան եւ գոյություն ունեն, որ ինչ որտեղ խզված է եւ իրենց մեջ այդ խզվածքի հետ կապված սերնդի հերթափող շարունակություն չէ, դա ճիշտ չէ, անգամ ես բերել եմ նաեւ գրքեր, չմատնանշեմ կոնկրետ գրքեր, այստեղ այդ տարակուսակները կան եւ գոյություն։ Այսինքն հստակ կարելի է ասել, որ այդ մեծ տոհմի գործի, փորձեմ նաեւ ասել, ավանդույթների յուրովի շարունակողն է իր ժամանակաշրջանը, որովհետեւ շատ հետաքրքիր կենսագրություն ունեցող, քիչ առաջ լսեցինք նրա կենսագրության այսպես հիմնական դրվագները, շատ հետաքրքիր գործիչ է, հոգեվոր գործիչ, մինչեւ փորձեմ այսպես ասել քաղաքական գործիչ, որը անհանգստացած էր Հայաստանի ճակատագրով եւ փորձում էր ազգային ազատագրական պայքարում ներգրավելով, փորձում էր ինքը հասկանալ, թե ինչպեսին պետք է լինի
Հայաստանի ճակատագիր եւ նաեւ նա կարողացել էր փոխհարաբերություններ հաստատել եւ ռուսական կայսրերի, ռուսական տիրակալների հետ միաժամանակ նաեւ հայացքները հարելով նաեւ տարբեր ուղղություններով մինչեւ փորձեմ այսպես ասել գրագիտություն, գրատպություն եւ ավարտած մինչեւ մադրաս ուրեմն Շահամիրյան եւ մյուսներ։ Այսինքն շատ հետաքրքիր ճակատագիր ունեցող անհատականություն է, որի արմատներն էլ շատ ամուր հիմքեր ունեն, իշարունակությունը հետաքրքիր ճակատագիրը կփորձենք ներկայացնել մեր հեռուստադիտողներին։ Մեկ լրացում անեմ ձեր պնդմանը, որ նա Արգուտյանների սկզբնավորողն է, այդպես չէ։ Սանահինի վանքի գերեզմանոցում 1637 թվի գերեզմանակարի վրա Ղուկաս եպիսկոպոս Արգուտյան, Սանահինի գերեզմանոցի մեկ այլ գերեզմանակարի վրա 1734 թվական Բարսեղ arciepiskopos Արգուտյան։ Շնորհակալություն առավելևս որ մի քանի 100 տարի առաջվա պատմություն ունի այս տողումը։ Եվ աշխարհիկ իշխանությունը իրենք կորցրել էին, բայց հոգևոր իշխանությունը պահել էին եւ թե Ղուկասը, թե Պարսեղը Սանահինի վանքի առաջնորդներ են հիշված։ Բոլոր դեպքերում ինչ խոս լինելով բարձրաստիճան հոգևորական, այնուամենայնիվ Հովսեփ Արգուտյանը մեր ժողովրդի պատմության այդ շրջանում 18-րդ դարի վերջ աչքին գա որպես քաղաքական գործիչ։ Եվ պարոն Պետրոսյանց Ղրիմահայության ներգաղթը կամ գաղթը եւ Հյուսային Կովկասում նոր Նախիջևան, Գրիգորոպոլիսը ռուսական տարածքում չէ։ Ռուսական տարածքում այդ քաղաքների հիմնադրումը գյուղերի ներկայիս Ռոստով քաղաքի շրջակայքում այդ գյուղերի հիմնադրում եւ հայությանը տեր լինել, արտոնությունների ապահովում եւ այլն։ Այդ գործընթացը ներկայացրել։ Ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո Ղրիմում ստեղծված իրավիճակի հետևանքով 16000-ից ավելի հայեր փաստորեն մնում էին Բախտի ճակատագրին եւ պիտի շնորհակալ լինել իրոք Հովսեփ Արգուտյանին, որ ժամանակի քաղաքական իրավիճակից, ժամանակի հնարավորություններից իր ստեղծած կապերի շնորհիվ կարողացավ իրականացնել այդ 16000 հայերի ներգաղթը ռուսական տարածք։ Նրանք հաստատվեցին հիմնականում 5 գյուղերում։ Դրանք բոլորն էլ հաստատվեցին, թե այդ գյուղերը հիմնադրվեց։ Այդ գյուղերը հիմնադրեցին։ Հիմնադրեցին նաև Նոր Նախիջևան քաղաքը։ Որքան էլ որ այդ տարածքի ռուսական նահանգապետը փորձում էր խափանել հայերի հիմնավորումը այդ տարածքների վրա, Հովսեփ Արգուտյանը կարողացավ 1782 թվականին Պատյոմկինի միջոցով Ժամանակա Ռուսաստանի վարչապետը ռուսական իրականության քաղաքական առաջին դեմքին կայսրուհուց հետո կարողացավ նրա միջոցով Այսինքն մեր հայրենակիցը կայսրուհու այդ գլխավոր իշխանի այդ մակարդակի այդ հարթության շրջանավայր նա այդ միջավայրի անձեր եւ կարողացավ հենց դրա շնորհիվ իրականացնել Նոր Նախիջևան քաղաքի հիմնադրումը եւ պիտի նկատի ունենալ որ քաղաքի հիմնադրումը տեղի ունեցավ կայսրուհու հրամանի համաձայն քաղաքին տրվեցին որոշակի արտոնություն ու իրավունքներ եւ նկատի ունենանք որ առ այսօր անկախ նրանից որ քաղաքը ստացել է խորհրդային տարիներին Դոնի Ռոստով անունը այնուամենայնիվ հայկական միջավայրն ու հայկական կորիզը այդ քաղաքի կա մնում է եւ կարծում եմ միշտ կմնա նույն տեղում եւ մշտապես կկրի Հովսեփ Արգուտյանի հիմնադրած քաղաք լինելու իրավունքը։ Հատկապես որ Նոր Նախիջևանից բավականին տասնյակներով անվանի հայրենակիցներ են ունեցել Մարտիրոս Սարյան, Միքայել Նալբանդյան եւ այդպես եւ շարունակաբար եւ ամենակարևորը որ Նոր Նախիջևանի փառքը իսկապես բարձրացրեց Հովսեփ Արգուտյանը եւ
կապեր ստեղծեց արտասահմանյան մեր հայրենակիցների հետ։ Մասնավորապես, եթե փորձենք այսպես ասել, նոր Նախիջևան Մադրաս կապը, դա շատ հետաքրքիր կապ էր, դա շատ հետաքրքիր համագործակցություն էր։ Խնդրում եմ մեր նաև հերոստատիտողներին ներկայացնեք նրա գործունեության մեկ այլ ուղղություն, Հովսեփ Արղուտյանը բարձում է ոչ միայն հոգևորական էր, այսինքն հոգևոր ծառայության ոլորտում, այլև ինչպես արդեն պարոն Պետրոսյանն ասաց, պետական կամ քաղաքական կամ ռազմաքաղաքական ուղղության վրա, դրանից բացի նաև նա մշակութային, լուսավորչական, կարծեմ բավականին ակտիվ գործունեություն, հրատարակչական, չէ, գործունեություն է։ Եթե ուրիշ բան չլինի, նրա գիտակցումը, որ հրատարակչական գործը պետք է տեղափոխել Ամստերդամից, Լոնդոնից եւ այլ տարածքներից տեղափոխել Ռուսաստան եւ այստեղ ծավալել հրատարակչական գործունեություն, արդեն նրան հանգիստ չէր տալիս եւ նա արդեն, եթե ես չեմ սխալվում, արդեն 1781 թվականին նա համոզեց, որ Գրիգոր Խալդարյանը Լոնդոնում ուրեմն գտնվող մեր հայրենակիցը, որ իր տպարան ուներ այնտեղ, որ նա կարողանա իր տպարան տեղափոխել Ռուսաստան։ Այսինքն եւ մտածել է Լոնդոնում կամ Ամստերդամում, երևի հայրի թիվը մի քանի տասնյակ է, բայց Ռուսաստանում անդրկոպտացում արդեն հարյուրազարներ միլիոններ է։ Բնականաբար նա ուզում էր բերի մի հայահոտ շրջան, որտեղ գրատպությունը եւ բնականաբար ընթերցողները կլինեին եւ նաեւ հնարավոր կլիներ ավելի մոտիկ տարածքների ծավալել այդ գրատպությունը։ Եվ նա երևի Խալդարյանի հետ միասին ընտրեցին Պետերբուրգը, Պետերբուրգը, Նոր Նախիջևանը։ Այո, հետագայում տեղափոխվեց տպարանը Նոր Նախիջևան, հետո մի մասը տեղափոխվեց նաև Աստրախան, բայց ամենակարևորը նրանք կարողացան Պետերբուրգում հիմնավորել իրենց գրատպության գործը եւ ասենք 1873 թվականից սկսած տարբեր բնույթի գրքեր տպագրեցին։ 40 ամեն գիրք է տպագրվել։ Որպեսզի պարոն Պետրոսյան, սկսենք պարոն Երեցյան, մեր ներկա արդի հերոստատիտողը պատկերացնի, հիմա գուցե 40 անուն գիրքը դա ռազմակի տպավորություն չթողնի, բայց հաշվի առնենք, որ դա ավելի քան 200 տարի առաջ է եղել, երբ որ այդ ժամանակվա տպարանը եւ հիմիկո համեմատելի չէ։ Ահռելի թիվ է դա։ Ահռելի թիվ է կազմում, որովհետեւ անգամ իրենք ռուսները այդպիսի տպագրական հարստություն այդ պահի համար չեն ունեցել։ Եվ գիտեք ինչ է հետաքրքիր, որ այս գրքերում կային նկարազարդումներ։ Պատկերացրեք այն ժամանակվա նկարազարդումները բնականաբար փայտի վրա փորագրություն էին կատարում, այո, լյոնոգրաֆիայի միջոցով եւ այսինքն միջայլ այդ նման բան հազվադեպ է գրատպության։ Հայ գրատպության։ Հայ գրատպության Հակոբ Մեհապարտը արդեն օգտագործում էր։ Ամստերդամում արվում էր, Լոնդոնում արվում էր, Մխիթարյանների մոտ դա արվում էր, բայց այս տպարան այնքան առաջադեմ տպարան էր, որ երբ որ մահացավ տպարանի տերը, Մխիթարյանները փորձեցին ձեռք գցել այս տպարանը, բայց չհաջողվեց, որտեղ Հովսեփ Արղուտյանը դա դիմադրեց այս գործին Մխիթարյանների եւ նա փութած այս տպարանը տեղափոխելու Նոր Նախիջևան եւ տեղավորելու Սուրբ Խաչ եկեղեցում։ Շատ կարեւոր է նա Սուրբ Խաչ եկեղեցում տեղավորելով, ասի եկեղեցու տարածքում տեղավորել այս տպարանը գրատպության գործ ավելի մեծ թափով շարունակեց եւ դարձրեց անձեռնմխելի։ Այո։ Եվ անգամ նրանք տպագրում են ռուսերեն գրքեր, այսինքն ոչ միայն հայերեն գրքեր, այլև ռուսերեն գրքեր, եւ սկզբունքորեն կարելի է այսօր հստակ ասել, որ Սանկտ Պետերբուրգը կամ Պետերբուրգը, Աստրախանը եւ նաեւ Նոր Նախիջևանը փաստորեն այդ ժամանակ գրատպության շատ կարեւոր կենտրոններ էին, սկսած մեր պատմական հեղինակներից ներշեր շնորհալու ոչ միայն հայ իրականության, այլ Ռուսաստանի մասշտաբով կարող ենք ասել այդ անգամ այստեղ պետք է նկատել, որ հենց իր ստեղծագործությունները նաև տպագրեցին աստվածաբանական եւ մկրտության հետ կապված եւ խաչի հետ կապված, խաչակերպման հետ կապված եւ այլն, այսինքն բայց ինչն է հետաքրքիր, ասում է գրատպության ընթացքը դանդաղում էր, երբ որ տարբեր պատճառներով Հովսեփ Արղուտյանը հեռանում էր Նոր Նախիջևանից որոշակի ժամանակահատվածով։ Դե պատկերացրեք, եթե նա ցանկանար գնար Մադրաս, քանի ամսով պիտի գնար գար։ Ասում էր հենց որ վերադառնում էր
ամեն ինչ երում էր, այսինքն շատ էր կարևորում նա անհատիները բոլոր ժամանակներում էլ կարևոր է եւ պարոն Պետրոսյանցի նշած ավելի քան 40 այդ տպագրական գործերը այսօր երևի մեր պատմագրության համար գանձեր են մեր ընդհանրապես հոգևոր գրականության համար, գրատպության համար գանձեր են եւ այդ ստեղծագործությունները եւ դրանից պատարիկներ, նմուշներ անկասկած անհրաժեշտ է տպագրել, որովհետեւ մենք իմանանք այն անուրանալի մեծ ծառայությունը, որ ընդհանրապես հրաշալի arczepiskopos հոգևոր հայրը մեր ազգային ազգագրական պայքարի ջատագովը կարողացավ կազմակերպել եւ հետամուտ լինել մինչեւ վերջ, որպեսզի այդ գործը կարողանա ծավալվի եւ օգտակար լինի հայությանը։ Եվ բնականաբար այդ գրքերը տարածվում էին մինչեւ Թիֆլիս, Շուշի, Կոստանդնուպոլիս նշում է իր նամակներից մեկում, որ այսքան կտոր գիրք ուղարկում են Կոստանդնուպոլիս, որտեղ այդ գրքերի կարիքը եւս այնտեղ կա։ Նաև քարոզչական դերակատարություն են իրականացնում։ Անկասկած։ Շատ բարի, պարոն Պետրոսյան, դուք արդեն Արղությանի կազմակերպչական մեկ այդ ոլորտում ունեցած կարևոր դերակատարության մասին հանգամանալից ներկայացրեցիք, սակայն Արղությանը նաև հանդես է եկել, կամ ժամանակի հեռավորությունից հանդես է գալիս որպես հայ ազատագրական ծրագրի կամ ազգային ազատագրական մտքի պայքարի շարժման այն տարիների ղեկավարներից մեկը։ 18-րդ դարի ինքնին բեկումնային էր այդ առումով եւ վերջավորության ընթացքում ինքնուրույն կամ կիսաանկախ Հայաստանի կամ թագավորով Հայաստանի ծրագիր են կազմում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ։ Ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, խնդիրը դիտվում է այսպես։ 18-րդ դարի սկզբին հայ ազգային ազատագրական շարժումը ունեցավ բացառիկ վերընթաց եւ այդ վերընթացը 30-ական թվականներին տարի նշանավորվեց Դավիթ Բեկի ստեղծած պետությամբ, որը զբաղեցնում էր մոտ 20,000 քառակուսի կիլոմետր տարածք եւ բացարձակ փոքր չէր պետություն լինելու համար 10 տարվա ընթացքում կարողացավ այդ պետականությունը պահպանել եւ այդ հիմքի վրա էլ պիտի ազատագրական շարժման հիմնավորումը տեսնել արդեն դարի ավելի ուշ ժամանակներում։ Հաջողորդը իհարկե պիտի պայքարեր, պիտի կարողանար ազատագրվել։ Ես հիմա ցես ցուցադրում եմ մի փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը ստորագրել են 40-ից ավելի հայեր, որոնք ունեին հոգևոր, աշխարհիկ պաշտոններ եւ ունեին կնիքներ։ Նրանք եւ Այսինքն այն ժամանակվա ղեկավար կազմը։ Այո, դուք տեսնում եք այդ փաստաթուղթը, որով դիմել են ռուսական կառավարությանը հայ ժողովրդի ազատագրական շարժումը հովանավորելու խնդրանքով։ Այսպիսի փաստաթղթեր նաև 1780 թվականին տեղի ունեցած ցարական իշխանավորների եւ հայ այդ ժամանակի իրականության ներկայացուցիչների, որոնց գլուխ կանգնած էր Հովսեփ Արղությանը, միասնական քննարկման ժամանակ հենց ռուսներն են խնդրել, որ այսպիսի փաստաթղթեր Հայաստանի կողմից ստացվեն եւ իհարկե կազմակերպեցին։ Հովսեփ Արղությանը հրավիրեց այդ ժամանակ Թավրիզում գտնվող Հովսեփ Էմինին։ Դա հրավեր չէր միայն իր կողմից։ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այո։ Ռուսական ղեկավարության պահանջը։ Իհարկե, ռուսներն ունեին իրենց խնդիրը։ Նրանք փորձում էին Հայաստանի, այդ ժամանակ գոնե չեղած Հայաստանի, բայց հայ ժողովրդով բնակեցված տարածքի վրայով, Պարսկաստանի վրայով դուրս գալ Պարսից ծոց։ Եվ մեր շահերը այդ առումով միանգամայն համընկնում էին, իհարկե։ Այս պահի դրությամբ հայկական իրականության անկախություն չունեցող ժողովրդի շահերը համընկնում էին այդ ցանկության հետ։ Այն ինչ ներկայացնում էին հայերը տալրիվ այլ խնդիրեր, դրա իրականանալ չիրականանալը բացարձակ այլ խնդիրեր, որ այդ քայլը պիտի արվեր։ Եվ ինչ խոսք երկու փաստաթղթով 1782 թվականին ներկայացվեցին հայկական ապագա տեսլականի
հիմնավորումները։ Դրանցից առաջինը կազմել էր Հովսեփ Արգուտյանը, երկրորդը կազմել էր Շահամիլ Շահամիրյանը։ Եթե առաջինով Հովսեփ Արգուտյանն առաջարկում էր Հայաստանում վերականգնել թագավորությունը, Հայաստանում բացառել ճորտերի գոյությունը, Հայաստանում բացառել անհատ գյուղացու վաճառքը, Հայաստանում տեսնել թագավոր, որը կարող էր լինել թե հայկական միջավայրից։ Իդեպ դա այն ժամանակ չնախատեսված բան էր։ Ռուսաստանի ճորտատիրությունը վերացված չէր, բայց Հովսեփ Արգուտյանը առաջարկում էր Հայաստանի թագավորությունում ճորտատիրություն չլինի։ Հնարավոր պարագայի, որ Ռուսաստանը նշանակի թագավոր այդ մարդու տեսլականում ունենալով Պատյոմկինին, որը որոշակի դերակատարություն ուներ արդեն հայկական իրականության հետ։ Հաջորդ առաջարկը Շահամիլ Շահամիրյանի, նրանք առաջարկում էին Հայաստանը դարձնել հանրապետություն, որը կղեկավարվեր պարլամենտի կողմից, դա բուրժուական պետության նախատիպ էր սահմանադրությամբ եւ ասեմ, որ այդ սահմանադրությունը ժամանակի ամենաառաջադեմ սահմանադրություններից առավել իրատեսականը միակ թագավորության ստեղծումը կլիներ իհարկե այն ժամանակ։ Ռուսական իրականությունում գործում էր սոցիալական լրիվ այլ հասարակարգ, գործում էր միապետություն, շատ ավելի մոտ էր իրականությանը Հովսեփ Արգուտյանի առաջարկած հիմնավորումը, ցավոք ոչ մեկը ոչ մյուսը իրականություն դառնալ չէին կարող։ Բայց մոտ էին այդ դառնալուն։ Սրանք պարզապես ծառայում էին մեկ նպատակի, ինչքանով ռուսները կփորձեին տեսնել հայերի շնորհիվ։ Իսկ հայերը խոստանում էին, որ իրենք կունենան մինչև 20,000-անոց բանակ։ Խոստանում էին, որ կկերակրեն ռուսական բանակին, ինչպես հիմա 200 տարի հետո մեր օրոք կերակրում ենք Հայաստանում փոխարենը ռուսական բանակն էլ ապահովի որպեսզի մեր անվտանգությունը արտաքին, նաև ապահովի այն ժամանակ ստեղծվելիք պետության կամ միապետության անվտանգությունը։ Ժամանակները փոխվում են, իրավիճակները մնում են նույնը։ Եվ մեր ազգային շահերն էլ են մնում նույնը։ Եվ այն ժամանակ, եւ իհարկե նաև այսօր շատ բանով կախված են մեր դաշնակից պետությունից։ Շնորհակալություն։ Հաղորդումը ավարտելուց առաջ չեմ կարող այդ հարցը չնչեցնել։ Պաստորեն, մեր հերոստատիտողները այսօր ձեր օգնությամբ իմացան, որ Հովսեփ arczepiskopos Արգուտյանը Բարսաշյան հոգևորական կաթողիկոս է ընտրվել, մեծ դերակատարություն է ունեցել ռազմաքաղաքական, մշակութային, այդ լուսավորչական ասպարեզներում, սակայն ցավոք սրտի պետք է նշեմ, որ չկա կամ ինչ չի հանդիպել որևիցե գիրք, որ հատուկ նվիրված լիներ այս մեր անվանի հայրենակցի հայորդու գործունեության ամբողջական ներկայացմանը։ Եվ այդ բացը հարկավոր է շուտապույտ։ Նրա կերպարի մեջ ոչ միայն հոգևորականի պետական գործիչի պիտի տեսնենք, նաև առաջերտին պիտի տեսնենք մեծ հայասերի։ Իր ազգը սիրող մարդը միայն ռուսական կայսերն ուղղված նամակը կգրեր հայերեն, կստորագրեր հայերեն եւ իր ամբողջ գործունեության ընթացքում իր համար ուղենիշ կդարձներ հայերենը։ Սա պիտի անպատճառ շեշտվի։ Դեռ նման հայրենասեր հայրենանավեր գործի գործունեությունը հատուկ ուսումնասիրության, ինչու՞ չէ ուսումնասիրությունների բազմաթիվ վերացանակությունների ուսումնասիրության նյութ թեև չի դարձել, բայց օրինակ նրա օրագրությունները 1911 թվականին Թիֆլիսում 100 տարի անցել է արդեն, պարոն Պետրոսյան։ Վաղուց ժամանակն է, որ վերահրատարակվի դա։ Այս գրքում Դիվան հայոց պատմության գրքում 9-րդ գրքում ամբողջովին զետեղված է նրա ընդամենը 2 տարին ընդգրկող օրագրությունները։ Ոչ թե նրա մասին է, ընդամենը 2 տարի։ Ոչ թե նրա մասին է գրականությունը, այլ նրա օրագրություններն են զետեղված այս գրքում։ Եվ գիրքն էլ հովանավորել է տպագրության նրա բարեկամներից մեկը Բորիս Եղազարյան երկայնաբազուկ Արգուտյանը իշխան։ Այնպես որ երբ մենք խոսում ենք Արգուտյանների մասին,
Մենք մոռանում ենք այդ Գերդաստանի շատ ներկայացուցիչների։ Իրոք, ես կարծում եմ, Անկասկած, պարոն Հերիցյան, շուտապույտ հարկավոր է Մենք- ընթերցողի սեղանին դնել Անկասկած, մենք ձեզ հետ միասին ուսումնասիրություններ, Դորիս փաստաթղթերի Մելիքովի ժողովածուներ։ խնդիրը, մենք ձեզ հետ միասին Զորավարի խնդիրը այս տոհմից։ Ես կարծում եմ, որ իսկապես այն գրական ժառանգությունը, որ նրանք թողել են, շատ կարևոր են, եւ այդ նյութերը նորովի, նոր տպագրության հնարավորություններով պետք է ներկայացվի։ Մանավանդ մենք անգամ երևի շատ-շատերը չգիտեն, որ նա այդպես Ծնվել է Սանահին գյուղում, Սանահին գյուղում թաղված է Թիֆլիսում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, շատ հետաքրքիր է, այո, գայանե եկեղեցու Բաքում, քանի որ հետաքրքիր ճակատագիր ունեցող մարդ է, ընտրվելով ամենայն հայոց կաթողիկոս, այնպես էլ բախտը նրան հնարավորություն չտվեց գահակալությունը վայելել։ Դե առավել Սա շատ եւս նման հետաքրքիր է։ գործին պետք է ներկայացվի։ Այո, այրվեց Մանավանդարդիական հնչողություն ունի նրա գործունեությունը ներկա հայ-ռուսական բարեկամության համապատկերներով, այրվեց իր ժողովրդի այսպես ճակատագրով եւ այդ Եվ շատ ամենը նրան երիտասարդ։ հնարավորություն շատ երիտասարդ հասակում պաստորեն իր մահկանացուն կնքեց։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք այնպիսի հայրենանվեր եւ հայրենասեր գործի, ինչպիսին Հովսեփ Արղույցյանն է։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ arczepiskopos Արղույցյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։